Շարունակում ենք ուրիշ նորությունները։ Մեկ դար շարունակ ռադիոյի միջոցով մարդիկ տեղեկացել են ամենակարևոր իրադարձությունների մասին։ Պատերազմի սկզբի, հաղթանակի, հենց ռադիոյի միջոցով մարդիկ առաջին անգամ լսել են սիրված, հետագայում սիրված, ճանաչված երաժիշտների, երգիչների, դերասանների, հաղորդավարների եւ էլի շատ հայտնի մարդկանց ձայները։ Նույնիսկ այն տարիներին, երբ տեղեկատվական եւ հաղորդակցման միջոցները խիստ սահմանափակ էին, ռադիոն շարունակում էր աշխատել եւ կարծես միակ կապող օղակն էր մարդկանց եւ տեղեկատվության միջև։ Հայկական ռադիոն 100 տարեկան է։ Իսկ այսօր մեր տաղավարում հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, թվայնացման պատասխանատու, չեմ կարող չավելացնել սիրված երգիչ Արթուր Իսպիրյանն է։ Բարի գալուստ մեր տաղավար, ուրախ ենք ողջունելու։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերքի համար։ 100 տարեկան հայկական ռադիո։ Արդյոք սա նշանակում է, որ պահպանվել է հենց 100 տարեկան ձայնագրություն, թե մի փոքր թվերի լեզվով այլ վիճակագրություն ունենք։ Այո, իրոք պահպանվել է 100-ամյա ձայնագրություններ, բայց հանրային ռադիոն ձայնագրությունները սկսել է 1954 թվականից ձայնագրել, քանի որ մենք ձայնագրման ստուդիան մեր կառուցվել է 54 թվականին, բայց մինչև այդ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում մեր խմբերը, մեր համույթները այնտեղ են ձայնագրվել։ Հենց ես ուզում եմ խոսել 1938 թվականին Արտեմի Այվազյանի առաջի ձայնագրությունները կատարվել են հենց Մոսկվայում եւ պետականորեն հիմնվել է Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը, հենց ինքն է հիմնել Արտեմ Այվազյանը, իհարկե բազայի վրա, որը ստեղծել էր Ցոլակ Վարդազարյանը, Մարտին Վարդազարյանի հայրը։ Իսկ դա է ամենահին ձայնագրությունը։ Ոչ, դա չէ, քանի որ մենք մինչև այդ ստացել ենք շատ ձայնագրություններ եւ Խորհրդային Միության տարբեր քաղաքներից, բայց ամենահին ձայնագրությունները մենք ստացել ենք Սփյուռքից, Ֆրանսիայից, Բոստոնից եւ տարբեր հայկական գաղութներից, որտեղ մեր սփյուռքահայ երաժիշտները ձայնագրվել են այնտեղի ստուդիաներում։ Մեզ մոտ օրինակ նոր աշխատում ենք մի շատ հին ձայնագրության վրա, Կոմիտասի աշակերտ Արմենակ Շահմուրադյանի ձայնագրությունը 1912 թվականի ձայնագրությունն է, որը մենք հիմա մաքրում ենք, Իսկ ամենահին ձայնագրությունը, որը մեր արխիվում կա, 1901 թվականի ձայնագրությունն է, Շալյապինի ձայնագրություններն են, ռոմանսներն են, շատ հետաքրքիր է եւ մենք շուտով կունենանք ամբողջ թվայնացված տարբերակը, շատ շուտով այս տարվա վերջին արդեն կհամալրվի մեր։ Բնօրինակը պահպանվել է տանելի վիճակում, այսինքն մինչև թվայնացումը ամեն դեպքում կարելի է վերարտադրել այդ ժապավենը։ Այո, մենք շատ բախտավոր ենք, որ պահպանվել է այդ հին ժապավենները, այդ պայմաններում այդպես պահպանվել է, որովհետև ժամանակին շատ օրենքներ կային, որ պետքա հետևեին այդ օրենքներին, խոնավության աստիճանը, ջերմային աստիճանը, որը հետևել են եւ իներցիայով եկել հասել է մեզ։ Մենք հիմա մեր նկուղային վիճակը այնպիսին է, որը բավարարում է այդ պայմաններին։ Որոնք են պահպանման ամենաարդիական պայմանները։ Դե ամենակարևորը, որ հիմա մեր հայկական արխիվը ամբողջությամբ մոտ 95%-ով թվայնացվել է եւ մենք շատ ապահով ենք զգում, չնայած մայր օրինակները պետք է աչքի լույսի պես պահել, որովհետև բացի դրանից, որ նրանք ձայնագրություն են, նրանք նաև փաստաթուղթ են, նրանք փաստ են, որ այդ ձայնագրությունը արվել է այսինչ թվականին, հնչյունային ռեժիսոր եւ բոլոր տվյալները այնտեղ դրանք փաստաթղթեր են, ստորագրված փաստաթղթեր են, հետագայում հեղինակային իրավունքների պաշտպանության համար, որ մենք ունենանք եւ
բացի ձայնագրության պահպանությունից մենք նաև ունենք մայրօրինակներից մենք նաև ունենք եղել է հանրային խորհուրդ, որոնք ֆոնդավորել են խորհրդի անդամների ստորագրությունները եւ նույնիսկ գումար, ինչքան է ստացել տվյալ կոմպոզիտորը, խոսքերի հեղինակը կամ ստեղծագործության բոլոր տվյալները կան այդտեղ, տարեթվերը։ Նման տեղեկությանը երանությամբ եք նայում, այսօր կա այդ մեխանիզմը։ Իհարկե կա։ Մենք 2017 թվականին, երբ որ սկսեցինք թվայնացման process-ը, թվայնացման ընթացքում անընդհատ գաղափարներ էր առաջանում, ինչ նոր բան ավելացնել բացի թվայնացումից։ Ու ամենակարևոր գաղափարը, որ երբ որ թվայնացնում ես ու պահում ես արխիվում, դա ինչ որ հանրությանը չի հասնում կամ հասնում է այն ժամանակ, երբ որ երաժշտական հաղորդում վարողը ներկայացնում է ինչ որ երաժիշտի, որը ինքն է նախընտրում, բայց այս դեպքում մենք բացել ենք արխիվի դռները հանրության առջև եւ հանրությունը ինքը մարդիկ իրենք որոշում են ինչ լսեն։ Ռադիոթատրոն, հատուկ ելույթներ, Իսահակյանի ձայնը, Պարուս Սևակի ձայնը։ Այսինքն խոսքը գնում է փոխադարձ կապի մասին։ Այո, իհարկե։ Ունկնդիր եւ ռադիո։ Մեր հավելվածը եւ կայքը ամեն ինչ տրամադրում է, նույնիսկ ընթացքում գաղափար առաջացավ, որ տեղադրել նաև ֆոտոգալերեաները այդ տվյալ հեղինակների։ Մենք մոտավորապես 20,000 նկարներ ունենք, քանի որ ես ապրել եմ կոմպոզիտորների տան հարևանությամբ, նրանք բոլորը ինձ ծանոթ են, կոմպոզիտորների ժառանգները, որոնք այստեղ են, մեծ մասը դուրսն են, եւ իրենց միջոցով ես ձեռք եմ բերում այդ ընտանեկան շատ հետաքրքիր ֆոտոներ եւ նաեւ տեղադրում ենք կայքում։ Հիմա արդեն 5 տարի սկսել ենք թվայնացնել նոտաները, որոնք օրիգինալ ձեռագիր նոտաներ էին եւ գտնվում էին ոչ լավ վիճակում, այսինքն միշտ օգտագործվել է, պատկերացնում եք 70 տարի այդ նոտաները, նույն նոտաները բաժանվել է օրկեստրներին եւ օգտագործել է եւ ժողովրդական մեր Անգուլյանի օրկեստրում եւ մեր էստրադային սիմֆոնիկ օրկեստրում եւ շատերը ձեռագիր, օրիգինալ նոտաները ստորագրությամբ եւ ինչ որ տեքստեր գրված են տեղ հեղինակի կողմից, ինչ որ կատակ, օրինակ մի բան ասեմ, Խաչատուր Ավետիսյանի նոտաներն էինք թվայնացնում, այնտեղ չգիտեմ նոտաների վրա գրված էր համոն փողը չի տվեց, նշանակում հələ չի վճարվել ինքը։ Այ շատ հետաքրքիր թեմա բացեցիք, իսկ ես ուզում էի հարցնել այդ գրեթե 10-ամյա ձեր գործունեության ընթացքում եղել են այնպիսի բացահայտումներ, որոնք կարծես մինչ այդ պարզված է եղել, որ գոյություն չունի կամ կորսված է որևէ ձայնագրություն։ Գեղարվեստական խորհուրդը խստությամբ է մոտեցել ցանկացած ձայնագրության եւ հեռարձակման եթերում օրինակ ինչ որ բան վրեն նշված արգելված է կամ եթեր չտալ, նման բացահայտումներ եղել են։ Իհարկե, շատ։ Մենք բացի մեր արխիվից ունենք նաեւ ժամանակավոր արխիվ, երբ որ Գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ չպետք է արխիվացվի, այլ ժամանակավորապես պահվի, հետո կվերանայեն։ Այդ արխիվը մեզ մոտ կա։ Բացի դրանից շատ դեպքերում տուփերի մեջ լինում են ձայնագրություններ, որոնք չեն համապատասխանում ներսինին։ Եվ բացահայտումներ ամենուր են լինում եւ չգիտեմ, սա Որն է ամենատպավորիչը։ Ամենատպավորիչը ինձ համար երևի միշտ ասել եմ եւ հիմա էլ կասեմ, երբ որ ես գտա կենթանի առաջի Անուշ օպերայի ձայնագրությունը, կենթանի ձայնագրությունը, առաջին ելույթ 1954 թվականի առաջի ելույթը Հայկանուշ Դանիելյան եւ Շարատալյան։ Հա, կենթանի պատկերացնում եք այդ սարքը տարել են օպերայում եւ ձայնագրել են։ Այս սարքի քաշը մոտավորապես 500 կիլո է։ Սովետական խորհրդային միության
մագնիսական ժապավենի վրա ձայնագրող սարք է եւ տարել են այնտեղ ու հրաշալի ձայնագրել են, պատկերացնում եք։ Այն ժամանակվա Հա, համար։ այդ սարքից մի հատ մնացել է դեռ, որը ես շատ եմ խնդրում, որ տան մեր թանգարանին, բայց երևի դժվար կոմպոզիտորների միությունում կա, հա, բայց այնքան ծանր է դրա տեղափոխելը չեմ պատկերացնում։ Իսկ արգելված ձայնագրություններ եղել են ժամանակին, երբ, ասենք, երաժիշտը կամ խոսքերի հեղինակը խորհրդային միությունից մեկնել է արտասահման, Եվ արգելք է դրվել, հա, եւ արգելք է դրվել, որ այնտեղ պահպանվում են, մենք աշխատում ենք համագործակցել եւ կամաց հետ բերել այդ արխիվները։ Օրինակ Վլադիլեն Բալյանը, կոմպոզիտոր, հաճախ էր սիրում պատմել, որ իր ամենահայտնի գործերից մեկը լիրիկականը սկզբից արգելվել է եւ պատճառաբանությունը շատ քաղցր է։ Հա։ Եվ որոշ ժամանակ անց միայն խոսքը սերս գախնի թող մնա երգի մասին է, որտեղ ոնց որ ժողովուրդ ավելի շատ այդ անվանումով է ճանաչում երգը։ Նման պատճառաբանություններ նույնպես հանդիպում են։ Այո, շատ են հանդիպում, օրինակ շատ դեպքերում Օհան Դուրյանի ձայնագրություն, երբ որ ինքն է եղել դիրիժորը, ուրիշ անուն է գրվել այնտեղ, որովհետև Օհան Դուրյանն էլ էր Սփյուռքից եկած եւ ինչ որ արգելքների միշտ հանդիպել է ինքը։ Հետաքրքիր փաստեր են։ Արթուր, չեմ կարող չհարցնել, այդ թվայնացման մասին ենք խոսում եւ դա բնականաբար ձայնագրությունների արդիականացումն է, պահպանման նոր ժամանակակից տեսակն է։ Որպես երաժիշտ, իսկ բնական է, որ այս գործով չէր կարող զբաղվել ոչ երաժիշտ մարդ, ձեր ականջին արդյոք փոփոխությունը դեպի դրական է գնում եւ չկա ինչ որ ջերմություն, քաղցրություն չի կորցնում ձայնագրությունը համեմատությամբ բնօրինակի։ Մենք աշխատում ենք ամենաբարձր որակով թվայնացնենք, այսինքն դա նշանակում է, կոպիտ ասած մեր լեզվով, մեկին մեկ թվայնացնել։ Անկամ եթե կան որոշ անհարթություններ, ինչպես ասում են, պամեխներ, դա պահպանում եք, չեք շտկում։ Հատուկ չէ, եւ պահպանում ենք չշտկվածը, մայր օրինակն ենք պահպանում, որ օրիգինալ ձայնագրությունն ենք պահպանում թվայնացած, եւ մենք ունենք բաժին, որ թվայնացումից հետո մաքրվում է ձայնը, օրինակ ես նշեցի Արմենակ Շահմուրադյանի ձայնագրությունը, եթե օրիգինալը լսեք, այնքան աղմուկ կա մեջը, դուք չեք հասկանա երգիչի ձայնը։ Բացի դրանից, երբ որ ստերեո ձայն լսվում, երկու, այսպես ասած, դինամիկներով, հա, մի կողմը կարող է ձայնը գնալ, կորել, հետո մյուս կողմը գալ, որովհետև այդ մագնիսական ժապավենը տարիների ընթացքում թափվում է վրայի մագնիսական այդ շերտը եւ այդ պատճառով լինում են ձայնագրությունը փչանում է։ Իսկ մեր բաժինը այն թվայնացումից հետո մաքրում է եւ ոնց որ ասում են շտկում է այդ խնդիրները եւ նոր մենք տեղադրում ենք կայքում, որպեսզի ավելի մաքուր լսի հանրությունը։ Իհարկե շատ հարցերում արդեն պատասխանեցիք իմ մի հարցին, բայց ամեն դեպքում ուզում եմ ճշտել, երգիչ Արթուր Իսպիրյանը բավականին շատ ժամանակ է հատկացնում եւ կարծես ձեռք է բերել նոր մասնագիտություն արխիվարիուսի։ Հետևելով ձեզ սոցցանցերում անզեն աչքով երևում է որքան ժամանակ եք հատկացնում այս մանրակրկիտ եւ շատ կարեւոր աշխատանքի։ Արդյոք երգչի եւ արխիվարիուսի միջև բախումներ չեն լինում, թե սրա մեջ էլ գտնում եք ստեղծագործական էներգիա։ Գիտեք, ես այնքան բան եմ սովորում ու այնքան ծարավ եմ լավ երաժշտության, մանավանդ հիմա այնքան ծարավ եմ մեր կոմպոզիտորների ամեն օր ինձ համար նոր բացահայտումներ եմ անում եւ չեմ զգում ժամանակը ոնց է գնում եւ չեմ զգում ես ինձ ոնց եմ կորցնում երգարվեստում երբ որ ես դա զգում եմ, երբ որ զգում եմ բացառապես չեմ ինչ որ մոտս ինչ որ բան չի առաջանում, դիսկոմֆորտ չի առաջանում, որովհետև ես սիրում եմ իմ աշխատանքը եւ սիրով եմ անում դա, բայց ես նաեւ գտնում եմ ժամանակ, որ ձայնագրվեմ
նաև նոր ստեղծագործություններ։ Հիմա նոր ձայնասկավառակ ենք ձայնագրում։ Ձայնասկավառակը մի քիչ այսօր մի քիչ բան է հնչում, որովհետև չկա այդ ֆորմատը, այն նոր ձայնագրություններ ենք անում Երևանյան երգերով Քրիստ Մանարյանի հետ։ Առաջի ստեղծագործությունը պատրաստ է։ Բացի դրանից մենք ունենք հրաշալի էստրադային նվագախումբ, որի ղեկավարն է Երվանդ Երզնկյանը, եւ համարյա բոլոր միջոցառումներին ես հրավիրվում եմ եւ երգում եմ իմ սիրած երգերից, քանի որ այս տարի 100-ամյակների տարափ է, պատկերացնում եք Հանրային ռադիոյի 100-ամյակն է, Ալեքսանդր Աճեմյանի 100-ամյակն է, Մեդե Աբրամյանի 100-ամյակն է, Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակն է, Հովանես Բադալյանի 100-ամյակն է, Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Այս տարի չգիտեմ ինչ աստղի ծակ են ծնվել, որ 26 թվականին այդ ինչ աստղ է եղել, որ ես չեմ խոսում Աշոտ Սատյան 120-ամյակ։ Մի խոսքով մի ցուցակ ունեմ, որտեղ եթե չեմ սխալվում 30 100-ամյակներ կան այս տարի։ Եվ հանրային հեռուստատեսության 70-ամյակն է։ Դա էլ լուրջ հոբելյան է։ Այո։ Իսկ այդ բացահայտումների մեջ եղել է երգ կամ երգեր, որոնք հետո ներառել եք ձեր երգացանկում։ Հենց այդ արխիվը բացահայտելու Շատ։ Մինչև այս աշխատանքին անցնելը ես շփվում էի իմ շատ սիրելի Արմեն Ամիրյանի հետ եւ մոռացված երգերը վերհանելու համար։ Մոռացված երգերը ես սկսեցի 80-ականներից 90-ականների երգերը վերհանել սկզբից Արա Թորոսյանի հետ Մուրզիկ, հա, սկզբից միասին արեցինք այս գործիքավորումը, տարբեր կոմպոզիտորների իմ սիրած երգերը, հիմնականում Աճեմյան, Օրբելյան, Խաչատուր Ավետիսյան, հետո արդեն այնքան հետաքրքրություն առաջացավ, որ ես հետ գնացի, մյուս ալբոմը արեցի Վահագ Հայրապետյան, Նիկողայոս Վարդանյանի հետ, Արման Ջալալյան եւ ավելի ջազային թեքում տվեցի, ավելի հին 70-ականների երգերը ընտրեցի։ Հետո նորից դիմեցի Արմեն Ամիրյանին, որ թույլ տա ես արխիվում լսեմ ավելի հին երգերը, 60-ական, 50-ականների երգերը եւ այդտեղ մտածեցի ալբոմը անել Մարտին Վարդազյանի եւ Երվանդ Երզնկյանի հետ, քանի որ նրանք համ գիտակ են, համ էլ ֆանտաստիկ երաժիշտներ են եւ այն համուհոտը իրանք զգում են երբ որ նվագակցում են եւ այդ ալբոմը կոչվեց Խոսում է Երևանը, Երևանն է խոսում, իսկ հետո ավելի հետաքրքրություն առաջանա, որ գնալ նախապատերազմյան ժամանակների 30-ականների, 40-ականների ստեղծագործությունները հայկական դա նորից Մարտին Վարդազյանի եւ Երվանդ Երզնկյանի հետ ձայնագրվեցի, կոչվում է Ժամանակին Երևանում, Once Upon a Time in Yerevan։ Այդպես դա է եղել պատճառը, տեսնելով երևի որ ես շատ հետաքրքրված եմ արխիվային նյութերով, ինձ հրավիրեցին եւ իմանալով որ սիրում եմ հին տեխնիկա եւ սիրում եմ զբաղվել ձայնագրություններով հրավիրեցին Հանրային ռադիո եւ Հանրային ռադիո եւ փորձնական շրջանը դրական անցավ ու անցա աշխատանքի։ Բա այսպես բարձեցինք թե ինչպես հայտնվեցիք ռադիոյում, իհարկե չթողնելով ձեր երգարվեստը։ Արթուր, չեմ կարող նաեւ չանդրադառնալ արհեստական բանականությանը։ Այսօր դրա միջոցով ստեղծվում են երգեր, երաժշտություն, ձայներ, երգիչների, երաժիշտների, ինչպես եք դրան վերաբերվում եւ բացի դրանից որ սա մի զենք է, որը կարելի է եւ հոգուտ արվեստի տվյալ դեպքում արվեստից ենք խոսում օգտագործել եւ ի վնաս, որովհետեւ գիտենք որքան շատ են հիմա պատմությունները կապված երգիչների, դերասանների հետ, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընդդեմ այս գործիքի AI ասվածի։ Առայժմ մենք կարողանում ենք դեռ ոմանք կարողանում են, ոմանք ոչ տարբերակել արհեստականը բնականից։ Ինչ է կարծում ուր է շարժվում երգարվեստը շնորհիվ կամ գուցե նաև ի վնաս երգարվեստի։
Գիտեք ինչ թաքցնեմ, մեկ-մեկ ես էլ եմ լսում արհեստական բանականությամբ հիմնականում R&B եւ տենց արտասահմանյան երգեր շատ կարողանում են շատ գեղեցիկ մատուցել, մանավանդ գործիքավորումը եւ հնչողությունը այնքան գրավիչ է, բայց գիտեք արհեստական բանականություն ստացված այդ երաժշտությունը այստեղից մտնում է, այստեղից դուրս է գալի, ինքը նստված չի թողում, այո, ինքը նստված չի թողում, օրինակ իմ սիրած երաժիշտների ես պլաստինկա, այսպես ասած, սիրող մարդ եմ, այդ հնչողությունը երբեք ես չեմ փոխի այն հնչողության հետ, չգիտեմ, կարող է մի 2-3 տարի հետո կամ 10 տարի հետո այնպես զարգանա ու կզարգանա արհեստական բանականությունը, որ դու երգիչի, չնայած հիմա էլ է զգում, երբ որ երգիչը երգում է արհեստական բանականությունը, երբ որ երգում է, զգացմունք կա մեջը, նույնիսկ այդ զգացմունքն են այնպես արել, որ դու զգաս, որ ինքը հոգով է երգում, բայց շատ մարդիկ չեն զգում, տենց մեկ-մեկ ընկերներից ուղարկում եմ այդ ձայնագրությունը, ասում եմ լսեք ինչ են ստացել այս երգից արհեստական բանականությամբ, ասում են չի կարող պատահի, սա արհեստական բանականություն չի, բայց ինչ աշխարհը զարգանում է, մենք ստիպված այդ հոսքի մեջ ենք եւ գնում ենք, բայց ինձ համար ես չգիտեմ, ինձ համար այսպես ասած մեր լեզվով ասած անալոգից ավելի լավ հնչողություն չի կարող լինել, ես նույնիսկ որ վինիլային ձայնասկավառակներ եմ գնում տարբեր տեղերից, երբ որ գնում եմ արտասահման վինիլային ձայնասկավառակներ եմ գնում, ես անպայման գնում եմ հին ձայնագրությունները, որովհետև գիտեմ իրանք ձայնագրված են անալոգ մայր հենց ստուդիայում ձայնագրված օրինակներից, ոչ թե դիջիտալից է ձայնագրված։ Ինչ եք կարծում, իհարկե ենթադրություններ դժվար է անել, բայց ձեր պատկերացմամբ 100 տարի անց ինչ ենք մենք թողնելու գալիք սերունդներին, այսօր մենք փորձում ենք ամփոփել, գնահատել, արժևորել 100-ամյա ռադիոյի ձայնագրությունները, ինչ կթողնենք մենք 100 տարի հետո ձեզ։ Դե ինչ որ այս ժառանգությունը հաստատ կմնա, ես հույսով եմ ինձանից հետո կգա մեկը, որը կպահպանի այս ամեն ինչը եւ կփոխանցի, իմ ամենաշատ մտածմունքը դրանում է, արդյոք դրա այդ պատճառով ես 4 կամ 5 տեղ տարբեր տեղեր պահում եմ մեր արխիվային ձայնագրությունները, որ ապահովության համար։ Իսկ ձեր գործով հետաքրքրվածներ կան։ Շատ, այո, որովհետև սա մեր ազգային հարստությունն է, սա մեր ազգային ժառանգությունն է եւ սա չգիտեմ ամենամեծ ձայնային արխիվն է, որ ունենք։ Հայ ժողովրդի ամենամեծ ձայնային արխիվն է եւ սա հանրային ռադիոյի սեփականությունը չի մեր ամբողջ ազգի սեփականությունն է, պատմությունն է, որովհետեւ սա կորցնելով մենք չգիտեմ, մի հատ դատարկ բանի վրա ենք լինում, երբ որ հիմք չես ունենում, հիմք չենք ունենա, մեր սա շատ կարևոր հիմք է մեր երաժշտության համար, անուններ են, որոնք Աստված տա նորից թող ծնվեն, այդպիսի մեծություններ, բայց չգիտեմ, անհասանելի ինձ համար կոմպոզիտորներ ու երաժիշտներ են եղել։ Դա շատ լավ դասական ոճում։ Այո, այն ինչ որ ունենք, դա անվիճելի է եւ անգնահատելի։ Իսկ ես ուզում եմ պատկերացնել, թե ինչ ունենք այսօր, ինչ ենք ներկայիս ժամանակներից ժառանգելու ապագա 50-100 տարի հետո։ Այսօր ունենք հրաշալի սերունդ դասական ոճում հրաշալի օպերային երգիչներ ունենք, որոնց անունները շատ քիչ են տրվում եթերներում, բայց այսօր ունենք, ես ամեն օր լսում եմ, քանի որ արխիվում եմ աշխատում եւ շատ հյուրեր եմ ունենում եւ դրսից եւ մեր սփյուռքի հայրենակիցներն են գալիս եւ
ինձ հասնում է ձայնագրություններ օպերային երգչուհիներ, երգիչներ, դասական ջութակահարներ, համույթներ, Իսկ հիմա ջազային խմբեր, ֆանտաստիկ ջազային երաժիշտներ ունենք այսօր Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, հայ, եւ ունենք մի հատ մեծ հզոր ժառանգություն, որ թող չթվան, որ այսօրվա ռաբիզը, որը տարածվում է ամբողջ համացանցում, դա է մեր լինելու մեր ժառանգությունը։ Ոչ, մենք ունենք հրաշալի դասական երաժիշտներ, ջազային երաժիշտներ, որոնք իսկ այսօր հանրային ռադիոն ձայնագրություններ անում է այդ ձեր նշված երաժիշտների հրավերներ։ Այո, ամեն օր եւ անվճար ձայնագրություններ ենք անում, օրինակ մի քանի Գրավիչ օր պայման է։ այո, անվճար, որովհետև ֆոնդային ձայնագրությունները պետք է, երբ որ զգում ես, որ դա պետք է մեր ազգին եւ պետքա ֆոնդավորվի, դու պետքա օգնես երաժիշտին, որպեսզի ձայնագրվի եւ ֆոնդավորենք այդ ձայնագրությունները։ Ամեն օր ձայնագրվում են։ Ես ուզում եմ նշել, 2 օր առաջ վերջացրեցինք Հովեր երգչախմբի ձայնագրությունները, նոր ծրագիր, հրաշալի ծրագիր, որ շատ ոգևորիչ եւ այսպես պետքա լինի հանրային ռադիոն պետքա միշտ ձեռք մեկնի լավ երաժիշտներին, նամանավանդ մեծ ուշադրություն ենք դարձնում դասական երաժիշտներին։ Երբ խոսքը գնում է մեկ Դարիա Հոբելյանի մասին, դա մեկ օրով չի սահմանափակվում, հավանաբար ամբողջ տարի նախատեսված են տոնական միջոցառումներ։ Իհարկե, այս տարի նախատեսել ենք սեպտեմբերի 8-ին Քաֆեշան թանգարանի տարածքում բացօթյա համերգ, մեր հենց նոր ձայնագրությունները, որ արվել են մեր ստուդիայում, այդ համույթների ելույթը, եւ նոյեմբերի 3-ին տեղի կունենա գալա համերգ օպերայում նվիրված հանրային ռադիոյի 100-ամյակին։ Իսկ նոյեմբերի 22-ին տեղի կունենա Լոս Անջելեսի Peacock սրահում մեծ համերգ նվիրված հանրային ռադիոյի 100-ամյակին, այնպես որ Աշխարհագրությունն էլ մեծ է։ այնպես որ համեցեք համերգներին մասնակցեք։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բացի դրանից, որ մեր ժառանգությունը վստահելի ձեռքերում է եւ կպահպանվի, կփոխանցվի գալիք սերունդներին, կլինեն նաեւ այս գործի սիրահարներ, դա շատ բարդ գործ է։ Ժամանակատար նվիրում է պահանջում, այն ինչ որ դուք եք ցուցաբերում, կլինեն շարունակողներ եւ մաղթենք մեր հայկական ռադիոյին եւս շատ ու շատ Հոբելյաններ։ Գիտեք, մի բան եմ ուզում ավելացնեմ, եթե կարելի է, իհարկե։ Իհարկե։ Մեզ մոտ ամեն համարյա շաբաթը 3 անգամ դպրոցներ, բուհեր, տարբեր կոլեկտիվներ են գալիս այցի հանրային ռադիոյում եւ այդ երիտասարդների մեջ այնքան կան հետաքրքրվողներ, որ ուզում են շարունակել այս աշխատանքը, այնքան են հիանում այս աշխատանքով, որ ասում են կարող ենք մյուս անգամ էլ գանք, ես ասում եմ այս դռները բաց ա ձեր, եթե ուզում եք սովորեք, համեցեք։ Մենք ունենք հրաշալի ստուդիա, հնչյունային ռեժիսորի գործը շատ բարդ է, բայց մենք շատ հնչյունային ռեժիսորներ չունենք, որ շարունակեն այս գործը, ու շատ կարևոր աշխատանք է։ Եվ այդ այցերից հետո այնքան զանգեր ենք ստանում, որ էլի են ուզում գան եւ սովորեն, ու գալիս են տարբեր երկրներից, գալիս են մեր բուհերից։ Ես հույսով եմ, որ կլինեն ու կան շատ երիտասարդներ, ովքեր կպահպանեն մեր արխիվը եւ կհանձնեն իրենց հաջորդ սերունդներին, հետաքրքրվողներ շատ կան ու ես կարծում եմ, որ իրենք պրոֆեսիոնալ նաև կրթություն կստանան դրսում։ Թեև ռադիոն այսօր քչերի տանը պատից է կախված, ավելի շատ գրպանում կամ ավտոմեքենայում է, ամեն դեպքում երկարակեցություն մեր ռադիոյին, լավ լուրեր, բարի լուրեր եւ լավ երաժշտություն։ Մենք ստեղծել ենք հատուկ թանգարան, ռադիոյի թանգարանը մեր արխիվի իմ նախաձեռնությամբ, որտեղ պահպանվում են
հարյուրավոր ռադիոյին նվիրված եւ ստեղծագործություններ եւ փոքրիկ ռադիոներ, հա, մի խոսքով շատ Կոլեկցիա։ գեղեցիկ թանգարան է, հա։ Իսկ թանգարանը լավ է մեկ անգամ տեսնել, քան լսել թանգարանի Համեցեք, ես մասին։ բոլորին հրավիրում եմ։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, թվայնացման պատասխանատու, սիրված երգիչ Արթուր Իսպիրյանին։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։